Փետրվարի 4-ին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում հանդիպեցին, ողջունեցին խաղաղության օգուտները հասարակության անունից։ Ողջունեցին քաղաքացիական հասարակություն կոչված մի քանի հոգու փոխադարձ այցելությունները, խոսեցին վստահության ամրապնդման մասին, այնուհետև ստացան Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Իսկ այսօր Ալիևը ցմահ դատապարտման ենթարկեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, Մադադ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը 18 տարվա ազատազրկման, Դավիթ Ալլահվերդյանը 16 տարվա, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։ Սա մրցանակ ստանալուց մեկ օր անց, փոխվստահությունից, խաղաղությունից, կայունությունից խոսելուց մեկ օր անց, եղբայրության համար մրցանակ ստանալուց անմիջապես հետո Ալիևը հլը Բաքու չի վերադարձել։ Նույն Աբու Դաբիում այսօր բանակցում էին պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ու համաձայնություն կայացրեցին 314 գերի վերադարձնելու շուրջ։ Մեզ մոտ իբր խաղաղության պայմաններում գերիներին ցմահ դատեցին։ Սա ոչ միայն այդ մրցանակի, այլև այդ խաղաղություն կոչվածի թշվառության մասն է, ու ինչքան էլ ուզեք չեք կարող իրար չկապել։ Գերիներով խաղաղություն չի լինում, ոչ մի երկրում չի եղել, Հայաստանում էլ չի լինելու։